Լավներ։ Ինչ է հավանեցիր ամենաշատը։ Ասա որ թռնում էր։ Ասա թռիչքները։ Թռիչքները։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր այս երազն իրականություն դարձրեցին։ Եվ առաջին հերթին Սամվել Կարապետյանին։ Պապ ջան, մեր մոտ հմեն ինչ ստացվավ։ Ես հենց մտա հիշեցի մայրիկիս հետ, թե ինչպես էին ինձ բերում կրկես քույրիկիս եղբորս եւ մեծ անհամբերությամբ ու մեծ սիրով սպասում էինք, շատ ուրախ եմ, որ վերաբացվեց կրկեսը եւ խորհուրդ կտամ բոլոր ծնողներին իրենց երեխաների հետ անպայման այցելել։ Մեծ տեխնիկական հագեցում կա, ինչը հսկայական ներդրում է արված մեր երկրի, մեր երեխաների, մեր մշակույթի համար, բայց այն ինչ տեսանք այսօր իհարկե եւս մեկ անգամ գերազանցեց մեր բոլոր պատկերացումները։ Փառք Աստծո, որ այս ընտանիքը, Կարապետյան ընտանիքը շարունակում է ներդրում ունենալ մեր մշակույթի մեջ, մեր հասարակական կյանքի մեջ եւ տա Աստված, որ իրենք իրենց արժանի խոսք ասեն նաեւ մեր քաղաքական դաշտում։ Հիանալի է, ֆանտաստիկ շոու է ու ես շատ ուրախ եմ, որ մեր հանդիսատեսը առիթ ունի այսպիսի բան տեսնելու, Հայաստանում նմանը չի եղել, սա միջազգային մակարդակի ու բարձր մակարդակի որակյալ շոու է, որ մեր հանդիսատեսը ուղղակի պիտի մեծից փոքր գանուն նայե։ Ես Լա Պերլան էի տեսել Դուբայում մի քանի տարի առաջ ու հիացած ու զմայլված էի, մտածում էի տեսնես մի օր Հայաստանում ենք նմանատիպ ու այսօր կարող եմ սենց գլուխս բարձր ասել, որ ոչ թե նմանատիպ, այլ մի քանի անգամ մի քանի գլուխ ավելի բարձր շոու ունեցանք։ Այստեղ կունենանք հոյակապ ներկայացումներ, ինչպես կրկեսային, սպորտային, շոու ծրագրեր, ինչ հնարավորություններ ունի մեր կրկեսը, կարելի ասել ոչ միտեղ չեն տեսել, այնպես որ բարի երթ բոլորից սպասում ենք մեր կրկեսում։